Հարգելի հեռուստադիտողներ, գտնվում ենք Հաղարսին վանք տանող ճանապարհին, այստեղ այսօր նոյեմբերի 2-ին ժամը 15:05-ի սահմաններում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին եւ ինչպես տեսնում եք հայտնվել է անտառի մեջ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացված ահազանգի տեղեկատվության համաձայն ավտոբուսը վթարի է ենթարկվել հենց Հաղարսին վանք տանող ճանապարհին, նախնական տվյալներով այս պահին 18 անձ տուժել է։ Նրանք տեղափոխվել են մարզային բժշկական կենտրոն, նրանցից մեկի վիճակը ծանր է, անցնում է վիրահատություն, իսկ մնացածի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողական խումբը գիտաճանաչողական այցով կիրակի օրը նոյեմբերի 2-ին եկել էր Տավուշի մարզ։ Ուսանողները նախատեսել էին այցելել Հաղարսին վանական համալիր, ապա Գոշավանք, իսկ վերջում վայելել աշնանային Տավուշը, սակայն տեղի ունեցավ դժբախտ պատահարը։ Ժամը 3-ի սահմաններում ուսանողական 5 ավտոբուսներից մեկը դեպի Հաղարսնի վանք տանող ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել էր։ Դեպքի վայր են ժամանել Տավուշի մարզային փրկարարական վարչության փրկարարները, որոնք տեղացիների օգնությամբ տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելով մոտեցրել են շտապ օգնության մեքենաներին։ Նոյեմբերի 2-ին ժամը 15:05-ի սահմաններում ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ահազանգ ենք ստացել, որ Հաղարսին վանական համալիր տանող ճանապարհի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, պարզվել է, որ կողաշրջվել է ավտոբուս տրանսպորտային միջոց, դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ջոկատներ, ինչպես նաև բարեկային ծառայության կարգախմբերը, տեղում պարզել ենք, որ կան տուժածներ, որոնց օգնություն է ցուցաբերվել Դիլիջանի եւ Իջևանի շտապ օգնության կարգախմբերի կողմից, նախնական տվյալներով ունենք 18 տուժած։ Պատահարի հետևանքով մեկ տուժած վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում էր ծանր, մյուսներինը միջին ծանրության։ Մենք այժմ Դիլիջանի բժշկական կենտրոնում ենք, որտեղ գտնվում են տուժածները եւ հնարավորություն ունենք զրուցելու այստեղ գտնվող առողջապահության նախարարի տեղակալ պարոն Արմեն Գասպարյանի հետ։ Պարոն Գասպարյան, խնդրեմ ներկայացրեք, թե ինչ վիճակում են գտնվում տուժածները եւ ինչպես կգնահատեք նրանց առողջական վիճակը։ Ընդհանուր առմամբ բժշկական կենտրոն դիմել 30 տուժած, 30 տուժածներից 1 հոգի այս պահին վիրահատվում է, որը վիճակը գնահատվում է ծանր կայուն, 6 հոգի հանրապետական շտապ օգնության մեքենաներով, միջոցներով տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ եւ 14 հոգի այս պահին հետազոտման փուլում են գտնվում։ Երևան տեղափոխվածների վիճակը տարբեր մարմնական վնասվածքներով, սալջարդներով եւ կոտրվածքներով, ոմանք միջին ծանրության, իսկ այստեղ 14 հոգին դեռ հետազոտման փուլում են, որի մասին ավելի ուշ կարող ենք ասել։ Վիճակները բավարար են։ Դեպքից անմիջապես հետո Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորը եւս ուսանողների կողքին էր, պահպանելով կապը տուժած ուսանողների եւ նրանց ընտանիքների հետ։ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված այցի շրջանակում շուրջ 250 ուսանող եկել էր Տավուշ։ Դիլիջան էին գնացել 250 ուսանողով, գիտաճանաչողական այց դեպի Գոշավանք Հաղարսին, վերջում էլ ժամանց, բայց այսպես ասած չարիքի առաջ կանգնեցինք ու Աստծով հիմա բոլորը լավ են։ Յուրաքանչյուր ավտոբուսում մոտ 50 մարդ է եղել։ Տարիքը միջինացված 20 ասեմ, հա, 25 էլ կային, 18 էլ, 19 էլ, այսպես։ Բոլորի հետ կապը կա, բոլորը լավ են, մի հոգու հետ հենց հիմա վիրահատարանում է, պատահար ուրիշ անվանում չեմ կարող տալ։ Տուժածները շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։